Հունիսի 7-ի խորհրդարանի ընտրությանը Ալյանս առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը մասնակցում է 13-րդ համարի ներքո։ Արմատական ռադիկալ օրակարգով են մտել ընտրապայքարի մեջ։ Պետք է անպայման ընդդիմության ինչ որ տարրեր մասնակցեն արմատական դիրքերից։ Հայաստանում կան, լինելու են միշտ ու հիմական հատկապես շատ մեծ թվով մարդիկ, ովքեր պահանջում են արմատական ռադիկալ ընդդիմադիր օրակարգ, ովքեր են մեղավոր, ովքեր են հիմա կործանում երկիրը, ովքեր են ուզում մեր քաղաքակրթական, աշխարհայացքային, մշակութային, ազգային ամեն հետ ոչնչացնելով տեղը կառուցել մզկիթ, ովքեր են ուտում ժողովրդի փողերը, ովքեր են սպանել երեխեքին, ովքեր են շարունակում սպանել կամ ճաղավանդակների հետևը պահել այն մարդկանց, ովքեր այս պրոցեսին դեմ են պատրաստվում կանգնել։ Վարչապետի պաշտոն ցուցակի կռիվ կուսակցությունը Ուրիխանյանի պնդմամբ չի արել, չի անելու, պատրաստ են ցանկացած ռեսուրս ներդնել իրենց արմատական մոտեցումներն ընդունող ուժերի հետ համագործակցության համար։ Միայն մեկ պահանջ։ Իսկական ազնիվ արդար ընդդիմություն առանց խաղերի, առանց տուրուարի, առանց վախվորալու, առանց փսփսալու, առանց տակից Նիկոլա խաղերի եւ նախկինաներկայական համակարգի ձևաչափի մեջ տեղավորվելու։ Կուսակցությունը ծրագիր ունի, թե ինչպես պետք է պետական բյուջեն ծախսեն արդյունավետ, մարդիկ ապահովեն տներով, բարձրացվի թոշակը, վերացվեն խցանումները, բայց այդ ամենը չի կարող բավարարել մարդկանց, ընդգծում է կուսակցության առաջնորդը։ Իհարկե պիտի լինի խաղաղություն, իհարկե պիտի լինի հաշտություն, իհարկե մարդիկ պիտի լինեն ապահով, ով որ ասում է, որ չէ, պետք է գնալ պատերազմի, ասում է առնվազն սխալ։ Իհարկե պիտի լինի խաղաղության խաչմերուկ, բայց ոչ ի հաշիվ մեր սեփական պետության տարածքները անվճար տալու։ Ուստի քաղաքական ուժն առաջարկում է հարակվե անել ու փոխել օրենքները։ Պետական դավաճանների համար պիտի լինի մահապատիժ, օրենքով սահմանված կարգով։ Հայաստանը պիտի դուրս գա մահապատիժն արգելող կոնվենցիայից եւ համաժողովրդական հանրաքվեով վերականգնի մահապատիժը պետական դավաճանության եւ առանձնապես խոշոր չափի պետական թալանի համար։ Սա է իմ նպատակը, սա է մեր թիմի նպատակը, սրա համար ենք մենք մասնակցում ընտրությունների։ Այդ ժամանակ կլինի խաղաղություն, հաշտություն, առևտուր, կոմունիկացիաներ, վստահ է կուսակցության ղեկավարը։ Եթե կլինեն ուժեր, որոնք կընդունեն այս ծրագիրը, Ալյանսը կհամագործակցի։ Ամբողջ քարոզարշավը ես կառուցելու եմ ֆեյք իշխանափոխության, սարքած պատերազմի, փողով վաճառված Արցախի եւ Հայաստանի տարածքների, փողի դիմաց, հողին տարված մի ամբողջ սերնդի պատմության վրա։ Ուրիխանյանը, որ ազգային ժողովի 3 գումարման падգամավոր է եղել Բարգավաճ Հայաստանի, ապա Ծառուկյան դաշինքի ցուցակներով Ալյանս կուսակցության վարչապետի թեկնածուն չէ։ Ուրիխանյանը падգամավորի թեկնածու էլ չէ։ Նրա թեկնածությունը ԿՀ-ն մերժել է վերջին 4 տարում Հայաստանում բնակության տեղեկանքի բացակայության պատճառով։ Ուրիխանյանը պնդում է, օրենքը չի խախտել, քանի որ արտերկրում ուսումնառությունը համարվում է հարգելի բացակայություն։ 2 հայցով բողոքարկել են որոշումները։ Ալյանս կուսակցության նախագահը տևական ժամանակ արտասահմանում է, մեղադրվում է Հայաստանում սահմանադրական կարգը բռնի տապալելու առերևույթ հրապարակային կոչ հնչեցնելու համար։ Ինչու դրսում, որովհետև հետապնդվում եմ հայաստանյան իշխանությունների կողմից հակաիշխանական կոչեր անելու համար։ Բայց սա լավ հնարավորություն է գտնվել դրանց հասանելիության տիրույթից դուրս ու իրականացնել ակտիվ իշխանափոխական պրոցես։ Վոլոդիա Մուշեղյան, լուրեր։